Ձմռան վերջում ձեր բախտը գտնելը նույնքան դժվար կլինի, որքան արևի ճառագայթները գտնելը։ Բարեբախտաբար, ոմանք կարող են խնայել իրենց էներգիան։ Տիեզերքն ինքը նրանց մի քանի ճանապարհ կբացի դեպի անխափան հաջողություն։ Որոշ նշանների համար 2026 թվականի փետրվարի վերջը կթվա, թե հանգամանքներն իրենք են իրենց դերը խաղում։ Իրավիճակներն ավելի հեշտ են լուծվում, մարդիկ ավելի հարմարվողական են և փոքր պատահականությունները գումարվում են նշանակալի հաջողության։ Սա այն ժամանակահատվածն է, երբ շատ բանի կարելի է հասնել առանց լրացուցիչ ջանքերի, քանի դեռ դուք չեք խոչընդոտում գործընթացը ավելորդ կասկածներով։ Նման օրերին խոսքը ոչ այնքան ձեր շուրջը ամեն ինչ վերահսկելու, որքան տեղի ունեցողին արագ արձագանքելու մասին է։ Այստեղ բախտը կայանում է ճկունության, պլանները փոխելու պատրաստակամության և անսպասելի շրջադարձեր նկատելու մեջ։ Ինքնաբուխ որոշումները ամենաճիշտն են ապացուցվում։ Երկվորյակները, խեցգետինները և այծեղջյուրները սա հատկապես ուժեղ կզգան։ Յուրաքանչյուր նշանի համար բախտը կդրսևորվի իր սեփական տարածքում, մարդկանց, իրադարձությունների և անսպասելի հնարավորությունների միջոցով։ Ստորև բերված են մանրամասներ այն մասին, թե որտեղ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել։ Երկվորյակներ։ Երկվորյակների համար փետրվարի վերջը կարող է հաջողակ պատահականություններ բերել հաղորդակցության և նոր կապերի միջոցով։ Հանդիպումները, նամակագրությունը և պատահական զրույցները կարող են հանգեցնել հետաքրքիր առաջարկների կամ օգտակար կապերի։ Նույնիսկ սովորական օրը կարող է վերածվել խուստումնելից պատմության։ Հավանական են նաև աշխատանքի, ուսման կամ անձնական նախագծերի հետ կապված լավ լուրերը։ Ինչ-որ բան, որը երկար ժամանակ լճացակ է եղել, հանկարծակի կանաչ լույս է ստանում առանց ձեր կողմից որևէ լրացուցիչ ջանքերի։ Խորհուրդ. ավելի հաճախ դուրս եկեք, մի մերժեք հանդիպումները և ավելի արագ արձագանքեք հաղորդագրություններին։ Բախտը գալիս է հաղորդակցության միջոցով։ Խեցգետին։ Խեցգետինները հաջողություն կունենան այն հարցերում, որոնք նախկինում մեծ անհանգստություն և անորոշություն էին առաջացնում։ Փետրվարի վերջին կարող է պարզ դառնալ կարևոր իրավիճակը, կարող է ի հայտ գալ անհրաժեշտ տեղեկատվություն կամ աջակցություն։ Նախկինում դժվար թվացող որոշումները կդառնան ավելի հեշտ։ Սա նաև բարենպաստ ժամանակ է անձնական գործերի, ընտանեկան և կենցաղային հարցերի համար։ Սիրելիների հետ կապված ամեն ինչ կլուծվի ավելի սահուն և հանգիստ, քան սպասվում էր։ Խորհուրդ. մի հետաձգեք վաղուց սպասված զրույցներն ու գործողությունները։ Հանգամանքները ներկայումս ձեր օգտին են ձևավորվում, և կարևոր է չբաց թողնել դա։ Այծեղջյուր։ Այծեղջյուրները հաջողություններ կունենան բիզնեսում և ապագայի ծրագրերում։ Հնարավոր են խոստումնալից առաջարկներ կամ անսպասելի ճանաչում։ Այն բաները, որոնք նախկինում երկար սպասում էին պահանջում, կարող են ավելի արագ առաջ շարժվել։ Սա լավ ժամանակահատված է նոր նախագծեր սկսելու, բանակցություններ վարելու և հեռանկարներ քննարկելու համար։ Մարդիկ ավելի պատրաստակամ են շփվել և աջակցել ձեր գաղափարներին։ Խորհուրդ. ձեռնարկեք նախաձեռնություն և մի սպասեք կատարյալ պահի։ Փետրվարի վերջը հենց այդպիսի պահ կլինի։ Պարզապես ավելի համարձակ եղեք և մի փոքր ավելի քիչ մտածեք։